Որքան է ի վերջո Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև փոխադարձ առևտուրը։ Այս հարցը թերևս վերջին օրերին Հայաստանի և արտաքին և ինչու՞ չէ նաև ներքին օրակարգային ամենակննարկվող թեմաներից մեկն էր, օբյեկտիվորեն նաև ինչ-որ իմաստով քննարկվող։ Սակայն պետք է նշել, որ թեև այդ հարցը հետաքրքրաշարժ է և ինչպես նշեցինք ունի օբյեկտիվ հիմքեր, այնուամենայնիվ կարծում ենք ստվերեց Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության, թե Ռուսաստանի Դաշնության հետ մասնավորապես, թե գլոբալ իմաստով առևտրաշրջանառությանը վերաբերող բովանդակային կարևորության հարցեր։ Իսկ ինչպիսին են այդ հարցերը և որքանով են դրանք այսօր մտահոգիչ պատկեր ներկայացնում։ Պետք է նշել, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությանը, ինչպես մենք ոչ վաղ անցյալում անդրադարձել ենք, արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին կրճատվել է 41.1%-ով։ Խնդրեմ առաջին պատկերը ներկայացնենք, ընդ որում նվազել է թե արտահանումը և թե ներմուծումը։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը գլոբալ նվազել է նաև հունվար-հուլիսին, այսինքն նախորդող ժամանակահատվածում։ Պետք է նշել, որ նվազել է նաև սրան նախորդող ժամանակահատվածում։ Հետևաբար, մենք այսօր գտնվում ենք իրավիճակում, երբ մեր արտաքին առևտուրը երևի թե սխալ չի լինի ասել, որ ազատ անկման մեջ է, և ինչպիսին են դրա պատճառների օբյեկտիվ կողմերը, եթե կան այդպիսիք, և ինչպիսիք են, որոնք են սուբյեկտիվ պատճառները այս իրողությունների։ Բոլորին հայտնի է, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության անկումները այսօր մեծապես պայմանավորված է ոսկու վերարտահանման ազդեցության չեզոքացմամբ։ Պարզապես այս բոլոր ցուցանիշները համեմատվում են նախորդ տարվա այն ժամանակահատվածի հետ, երբ ոսկու վերարտահանման գործոնով պայմանավորված մենք թռիչքային արտաքին առևտուր ունեինք թե արտահանման, թե ներմուծման մասով։ Այսինքն այսօրվա վիճակագրությունը իսկապես օբյեկտիվորեն բացատրվում է այդ գործոնի ազդեցությունների, չեղարկման ազդեցություններով, բայց արդյոք միայն դա է։ Փորձագիտական հանրույթի կողմից կան տարբեր գնահատականներ, հատկապես արտաքին, ուրեմն արտահանմանը վերաբերվող, որ այդ ազդեցության, այդ գործոնի ազդեցության հանգամանքը դուրս բերելու պարագայում մեր արտահանումը չնչին 2-2.5%-անոց աճ է արձանագրել։ Սա արդեն գալիս հատվում է սուբյեկտիվ բաղադրիչի հետ, իրականացվող քաղաքականության անարդյունավետության կամ որպես այդպիսին այդ քաղաքականության բացակայության հետ, երբ փաստացի մեր արտահանման պոտենցիալն անկում է ապրել։ Սա հատուկ ուզում եմ ընդգծել, որ այն ժամանակաշրջանում, երբ ստեղծվել էր այդ դրական միջավայրը, այդ դրական շոկը արտաքին համապատասխան գործոնով պայմանավորված, փաստացի այսօրվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ նույն ընթացքում զուգահեռաբար մեր արտահանման պոտենցիալը ըստ էության խնդրի հարվածի ներքո էր, ինչը այսօր այդ թվում նաև ապահովել է արտաքին առևտրաշրջանառության նման անկումները։ Մյուս կարևոր բովանդակային իմաստով կարևոր խնդիրը դա մեր արտաքին առևտրաշրջանառության աշխարհագրական կառուցվածքն է, այսինքն որ ուղղությունների հետ ենք հիմնականում առևտուր անում և ինչպիսի մասնաբաժիններ ունեն, այսինքն այդ բաշխումը ինչ համամասնությամբ է տեղի ունենում։ Մեր երկրորդ պատկերում որոշակի ինֆորմացիա դրա հետ կապված ներկայացրել ենք և ինչպես տեսնում եք, մեր արտաքին առևտրաշրջանառության զգալի մասը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ արտաքին առևտուրն է, շուրջ 36.5%, ընդ որում դրա ներքո ամենամեծ մասնաբաժինը 34.8% բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը։ Մյուս առևտրային ուղղության Եվրամիության երկրների հետ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի 12.2%-ն է և արդեն այլ երկրների հետ 50.3%, բայց որի ներքո բազմաթիվ երկրների ցանկը շատ երկար է։ Հետևաբար, եթե այսպես ամփոփ ներկայացնենք, արտաքին առևտրաշրջանառության մեր կառուցվածքում համար 1 առևտրային գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որը էականորեն առաջ է անցնում մնացած բոլոր գործընկերներից։ Տեսեք, այստեղ կարևոր հարցադրում է, թե նախ որքանով է լավ կամ վատ այս պատկերը և այս պատկերի ձևավորման օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները որոնք են։ Այն, որ իհարկե օբյեկտիվ հանգամանքներ կան նման պատկեր ունենալու համար, առավել քան հասկանալի է, պարզ է, նախ պայմանավորված այն փաստով, որ Ռուսաստանի Դաշնությունը ավանդաբար մեր հիմնական ուրեմն տնտեսական համագործակցության ուղղությունն է, արտաքին առևտրային խողովակների ձևավորումը
տասնամյակների աշխատանք է եւ որ այսօր փաստացի իր պտուղներն է տալիս արտաքին առևտրաշրջանառության մասով։ Օբյեկտիվ է հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության հետ գտնվում են Եվրասիական տնտեսական միության նույն ինտեգրացիոն միության կազմում, ինչը անշուշտ պիտի նպաստեր այս պատկերի ձևավորմանը։ Սա հասկանալի է, սա տրամաբանական է, այս իմաստով մենք իհարկե ունենք դրական իրավիճակ, դրական զարգացում, բայց որքանով է լավ, երբ արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի հետ խնդիր ունեցող երկիրը փաստացի տարեցտարի ել ավելի մեծացնում է իր այդ խնդիրը, ել ավելի մեծացնում է կախվածությունը մեկ առևտրային գործընկերոջից։ Այստեղ նորից ուշադրություն դարձնենք, որ Ռուսաստանի Դաշնությունը Եվրոպական միության եւ մնացած գործընկերներից էականորեն տարբերվում է։ Օբյեկտիվ հանգամանքը հասկացանք, սուբյեկտիվ խնդիրը այստեղ կանում է նրանում, որ այս դիվերսիֆիկացիայի խնդիրը խորացել է հատկապես այն իշխանության օրոք, որը ամենաշատն է խոսում դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության, իբրև թե այդ ուղղությամբ իրականացվող գործողությունների եւ քայլերի հետ կապված։ Նաև մտահոգիչ զարգացում է այս ամբողջ համատեքստում հիմնական առևտրային գործընկերների հետ վերջին ժամանակաշրջանում առևտրային հարաբերությունների եւ արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշների փոփոխության։ Դրան վերաբերյալ տեղեկատվությունը մեր երրորդ պատկերում է եւ օրինակ խոսեցինք այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության երկրներին եւ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությանն է մեծապես բաժին հասնում մեր արտաքին առևտրաշրջանառությունը եւ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ ընթացիկ ժամանակահատվածում ունենք 51.3%-անոց անկում ապրած արտաքին առևտրաշրջանառություն։ Պարզապես հիշեցնեմ, 2024 թվականին 23 թվականի համեմատ Ռուսաստանի Դաշնության հետ փոխադարձ առևտուրն ավելացել էր 1.6 անգամ։ 2020 թվականին 20 թվականի համեմատ 24 թվականի արտաքին առևտուրը ավելացել էր շուրջ 6 անգամ։ Իսկ ահա 2025 թվականի ընթացիկ ժամանակահատվածում մենք ունենք կտրուկ անկում 51.3%-անոց անկում հիմնական առևտրային գործընկերոջ հետ, մեր այն ուղղության հետ, որին բաժին է ընկնում մեր արտաքին առևտրաշրջանառության զգալի մասը։ Նորից, եթե տարանջատենք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների, օբյեկտիվի մասին ըստ էության պիտի նորից կրկնվենք։ Արտաքին համապատասխան բոլորին հայտնի այդ գործոնը, արտաքին ազդեցության գործոնը չեղարկվել է եւ դա իհարկե անդրադարձել է վիճակագրության վրա, բայց արդյոք հիմնական առևտրային գործընկերոջ հետ նման անկումները լուրջ խնդիրներ եւ նաեւ երկարաժամկետում մտահոգություններ չեն առաջացնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության, մասնավորապես նորից պիտի նշենք արտահանման պոտենցիալի հետ կապված եւ նաեւ սրա սուբյեկտիվ բաղադրիչը գործոնը։ Իսկ ինչպիսի քաղաքականություն է իրականացվում, դա այս խնդրին նպաստող թե իրականում այս խնդիրն ավելի խորացնող քաղաքականության մասին է, այն ինչին մենք այսօր ականատես լինում ենք։ Եթե փորձենք ընդհանուր առմամբ ամփոփել նորից, ինչպես մենք ցանկացած ուրեմն խնդրի, ցանկացած հարցի վերլուծության ժամանակ բերում ենք իհարկե պաշտոնական վիճակագրություն, խոսում ենք թվերի մասին, բայց ինչպես նման դեպքերում այսօր եւ այսօրվա քննարկված այս դիսկուրսի պարագայում եւս պետք է նշել, որ կարևորը ոչ այնքան վիճակագրությունն ու թվերն են, որքան այդ թվերը հասկանալը, դրանց բովանդակային շարժերին տիրապետելը եւ նաեւ դրանով պայմանավորված որոշակի հեռանկարների վերաբերյալ պատկերացում կազմելն է։